Խնդրեմ, ես հիմա սկրինշոթը կդնեմ, որ մի քանի օր առաջ այդ Արարատ կոչեցյալ Ղախմեն ինձ բլոկ արել։ Այսինքն կոպիտ խախտելով իր պարտականությունները հասկանում եք, սա հանցանք է պարունակում իր մեջ։ Այ Ղախպա, լա ամեն ինչը մի կողմ թողած։ Դու էլ ինչ արտգործնախարար, եթե քաղաքացին քեզ դիմում է անձնագրի հարցով եւ դրանք պես ծառայություն ունեն։ Վիդեոկապ հաստատելու երկու օրվա ընթացքում էլ պետքա պատասխանեն։ 10 օր անցել է։ Արարատ բոզի տղա, բայց ում խերին ես, ում արտգործնախարարն ես։ Սաղուր ցույց է տալիս սրան։ Այս արտասահմանցում մյուս, ես դեսպանի, չգիտեմ, այլ երկրների, ում խերին ես պետք, այ դու բոզի տղա։ Սա նաև հաղորդում հանցագործության մասին։ Համի այդ սկրինշոթը եթե ես հոլովակի մեջ կանամ տեղադրեմ, քանի որ ժամանակ չկա։ Միգուցե հղում կանեմ ուրիշ կայքի վրա, որ տեսնեք, այդ բոզի տղա բլոկ արել, փոխանակ պատասխանի։ Ես հիմա դիմում եմ նաև բոլոր կազմակերպություններին, նաև միջազգական, նաև դատախազությանը, մարդու իրավունքներին եւ բոլորին, բլոգերներին, չգիտեմ, լրատվական իբր կայքերին, բոլորին, բարձրաձայնեք այս հարցը։ Ուրեմն այն երկրում, որտեղ դրանք դեսպանատուն չկա, Հայաստանը չունի։ Դրանք վիդեոկապ են հաստատում, դա հղումն է կդնեն։ Երկու օրվա ընթացքում պետքա պատասխանել, որ անձնագիր ուղարկեն։ Չգիտեմ, Viber-ով է, ինչով է դա կարևոր չի։ Դու գիտեք, ես դրանց անպատվել եմ, ոչ։ Դու բոզի տղա ես, եթե քաղաքացին դիմում է եւ այդ բոզի տղա չի արձագանքում, դա էլ արտգործնախարար չի, դու բոզի տղա ես, Արարատ Միրզոյան։ Նիկոլ, դու բոզի ծնունդ ես, ես ձեր նանը քունելու եմ։